Իրանում, հարևան Իրանում սկսել են երեք լսում էի, ուրեմն նաև իրենց կողմից հայտարարություններ կա, իր բանագնացը, հետո Թրամփը զարմացած են, ասում է, այսքան ուժեր են կուտակել այնտեղ, այսպես վախեցնում ենք, հայտարարություններ են անում, անգամ ասում են հոգևոր առաջնորդին կսպանենք, կխփենք եւ այլն, բայց ասում է հələ դեռ ժողովուրդը չի կանգնի, այսինքն իրենք պարզ է դառնում, որ այս ամենով հանդերձ Միացյալ Նահանգները չեն համարձակվում առայժմ ռազմական գործողություններ սկսել, ամենայն հավանականությամբ մտածում են, որ կարող է այնպես չգնա ամեն ինչ ինչպես որ պլանավորում են, իսկ առջև Միացյալ Նահանգներում ընտրություններ են եւ իրենք մտավախություն ունեն, մյուս կողմից էլ շարունակում են ակտիվ կերպով միջամտել Իրանի ներքին կյանքին եւ նմանատիպ հայտարարություններ անել, վախեցնել, տրամադրել, կազմակերպել, որ դուրս գան եւ Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցեր, նոր փուլ է նվիրված հունվարյան ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակի 40-ի բողոքի ակցիաների նոր ալիքը պայմանավորված է Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների սրմամբ։ Հիմա ռազմական գործողությունը ռազմական նպատակ չի հետապնդելու։ Իրականում ռազմական գործողությունը հետապնդելու է քաղաքական նպատակ, այն է այաթոլաների կառավարման ինստիտուտը վերացնել։ Ամերիկան երկու փորձ արեց Իսրայելի հետ, առաջինը 12 օր, հետո վերջերս հիմա պատրաստվում են երրորդին։ Ըստ իս իրենք լայնածավալ ռազմական գործողություն, որ մտնեն Թեհրանը գրավեն, հա, կառավարական շենքի վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի դրոշ տնեն, այդպիսի խնդիր չկա։ Եվ դա անհնար է այսօր տեսականորեն եւ գործնականում, որտեվ այն մեծ թիվը 1.5 միլիոն եւ եթե ոչ ավել եւ մի քանի հազար ինքնաթիռ, որը պետք է բերվի, տեղադրվի, որ պետություններում ոնց մտնեն եւ այլ, սա գործնականում եւ տեսականում անհնար է։ Ինչա որոշել Միացյալ Նահանգները։ Առայժմ ժանիկներ է ցույց տալիս, ստիպելով ճնշել, բայց ինքը նախապատրաստում է երրորդ փորձը այս անգամ գլխատելու Իրանի հոգևոր, քաղաքական եւ ռազմական վերնախավին, առաջին 5 հոգուն, առաջին 10 հոգուն զուգահեռ ներսից գեներացնել փողոցի գեներացիայի արդյունքում անկայունություն, խժդժություններ, անջատողական տրամադրություններ եւ այդ վարակը պիտի տարածվի ամբողջ Իրանի տարածքում։ Ընդ որում տեղ պոտենցիալ ժողովուրդներ կան, որոնք կարող են մասնակցել, բելուջները մասնավորապես, փուշտունները, բելուջները Պակիստանի սահման, փուշտունները Աֆղանստանի սահման երկկողմ կան, ազերիները այս կողմ եւ Ադրբեջան կան, հա։ Ըստ իս ԱՄՆ այդպիսի ծրագիր ունի, բայց Տրամփի վիճակը իսկապես ծանր է սարքում։ Գիտեք ինչ, որտեղ երրորդ փորձը եթե արեց եւ դա ձախողվեց, իսկ դա հաստատ ձախողվելու է, դա վստահաբար Տրամփի նոյեմբերի կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտություն է 100%-անոց երաշխավորված տալու։ Իսկ որը նշանակում է, որ հաջորդ օրից դեմոկրատները, որոնք այդ միջանկյալ ընտրություններում հաղթելու են, սկսելու է ԱՄՆ-ում իմպիչմենտի գործընթաց Տրամփի։ Իդեպ հիշում եք այս տաղավարից, որ այս վերջերս ասի Տրամփի դեմ գլոբալիստները տեսնում են չեն կարող մահափորձ պիտի կատարվի։ 3 մահափորձը գիտեք չէ, սպանել են այն մարդուն, 3 մահափորձ է։ Այո, որը որ փորձել է զենք, պայթուցիչ բան։ Այսինքն հիմա նայում ենք այսպես, Տրամփը մեծ հաշվով ցուկցվանգի մեջ է եւ այն թիմը, որտեղ ինքն է։ Իրանի դեմ գործողություն եթե ձախողվեց, արդեն քաղաքական իշխանությունը Ամերիկայում կարող կորցնի։ Ընդ որում այդ ձախողման ժամանակ եթե հրթիռակոծեց եւ ինքնաթիռներով ռմբակոծեց կարևորագույն օբյեկտները Իրանի մայրաքաղաքի այլ մեծ քաղաքների, որից երաշխիք չկա, որ Իրանը հիպերձայնային արագության հրթիռով հարվածի Իսրայելի անապատում գտնվող այն ռեակտորին, որը տեղը ֆիքսված է։ Եվ վստահաբար հիպերձայնային արագության հրթիռները ոչ ՆԱՏՕ-ի, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Իսրայելի այդ երկաթյա գմբեթը չի որսում։ Այդ 12 օրվա ժամանակ դա ցույց տրվեց։ Իսկ սա նշանակում է, որ այդ ատոմականը ճիշտ քամու ուղղությունը հաշվելու ժամանակ այդ ռեակտորը միջուկային պայթելուց հետո Իսրայել պետություն գոյություն չունենա, որտեղ տարածքը ինքը փոքր, ինքը կլինի Չեռնոբիլ 2, ու թեման փակվում է, նաև այդ վտանգը կա։ Հետեւաբար իրենք խնդիր ունեն որոշումների կայացման կենտրոնը լինի հոգևոր քաղաքական թե ռազմական գլխատել։ Ասենք առնվազն ես ասեմ, որ պաշտոնատար անձինք թիրախում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեի, Իրանի պահապանների հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար 2, շտաբի պետը 3, Իրանի նախագահը 4,
եւ Ալկուց ստորաբաժանման հրամանատարը, որը դրսում է գործողություններ անում 5, ասենք այս ըստ իրենց այս 5 մարդուն երբ որ գլխատում ես, սպանում ես, ուղղակի սպանություն է նախապատրաստվում։ Բառեսպուն իմաստով տերոր է նշանակում, վահաբեկչություն պետության դեմ։ Հա, իհարկե։ Այսինքն հիմա ընդհանրապես խաղի կանոնները լրիվ փոխվել է։ Ավելին ասեմ, ասենք նույն Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը, վերջերս մասնակցեց Մյունխենում հայտնի անվտանգության խորհրդաժողովին, 62-րդ խորհրդաժողովն է։ Մարդը Եվրոպային ասեց. հին աշխարհը մեռել է, նոր աշխարհ է գալիս, նոր աշխարհի դրոշակակիրը մենք ենք, ոնց ասում ենք, այտենց անում ենք։ Հիմա Միացյալ Նահանգները իր հարաբերություններն բոլոր տեղերում ինքը դրել է, ոնց որոշում ենք, անում ենք, բոլորդ ենթարկում ենք։ Այսօր չենթարկող մի քանի պետություն կա։ Միջուկային գերտերություն Ռուսաստանը, տնտեսական գերտերություն Չինաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հյուսիսային Կորեան, ելովա, Կուբան, որը հիմա էներգետիկ շրջափակման մեջ է, նավթ չեն վաճառում, որտեղ Կուբայում նավթ մտնում էր Վենեսուելայից, հիմա Միացյալ Նահանգներն է տեր ու տնօրինություն անում, թույլ չի տալիս։ Այսինքն այդ դիմադրության օջախները երբ ոչնչացվեց, Միացյալ Նահանգները Ռուսաստանն ասելու է ոչ մի երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհ, միաբևեռ հեգեմոնը ես եմ ու վերջ։ Այսինքն Տրամպը ինքը գլոբալիստ է, բայց Ամերիկա պետության կառավարումով համաշխարհային տիրապետություն, ոչ թե գլոբալիստներով, ասենք մանկապիղծ Մարտակեր Արքայազն Չարլզի եղբայրով, նա էլ ստատուս ուներ։ Այսինքն գլոբալիստների իշխանությունը այլևս վերջացած է։ Հիմա Տրամպից համար խաղի մի կանոն կա՝ ուժը։ Եվ պատահական չի, որ Տրամպի աշխատասենյակում Ռոնալդ Ռեյգանի նկարն է, որի քաղաքականությունը ժամանակին ձևակերպում էր այսպես՝ արդարությունը բութ ուժով։ Հիմա Տրամպը ԱՄՆ-ի քաղաքականությունը իրականացնում է արդարությունը, որը իր երկրի շահն է, բութ ուժով։ Ու վերջ։ Հիմա գիտեք ինչ, ասենք օրինակ տեսականորեն Թուրքիայի կամ Ադրբեջանի զինուժը մտնում է Հայաստան։ Օրինակ տեսականորեն, էլի։ Տրամպը անելու է նույն հայտարարությունը, ինչ որ 2019 թվականին Սիրիայում, երբ որ թուրքական բանակը մտավ քրդաբնակ շրջաններ։ Ես ասում եմ, այդ ժողովրդի վրա ուղղակի թքեց։ Տրամպն էլ այն ժամանակ նախագահ էր եւ Պոմպեոն էլ։ Այսինքն ձեռ էին առնում։ Դուք երաշխիքներ եք տվել 100%-ից, այս խելոքն էլ ասում եմ մեր երկիրը առնվազն 99 տարով բանա ինքնիշխան առնելու։ Ինչու, որտեվ ըստ իրա Տրամպի ուղին 99 տարից դե մնալու է, Ամերիկան 99 տարից տեղ առնելու, հորս արևը Ամերիկան Հայաստանին պապայություն անելու, խեղճ Տրամպ առավոտի ցիրկուն քնում զարթմա, մտածում թե Հայաստանը ոնց աճի, բարգավաճի, հզորանա։ Տրամպը եկավ ձրի մի ամբողջ տարածք ստացավ, մի հատ էլ ասեց 1 միլիարդ բերեք։ Այս տարածքն էլ ծախելու է Թուրքիայի վրա։ ԱՄՆ-ի ցինիկությունը, նայեք, ամեն ինչ ստացավ։ ԱՄՆ-ի ցինիկությունը գիտեք որտեղ է գալիս։ Օրինակ նախկինների ժամանակ, երբ օրինակ համավարակալ վակցինա են գտել, բայց այդ վակցինան դեռ պիտի փորձարկեին, որ շեղող, ասենք, մահեր եւ այլն, հետո նոր վակցինան ընդունվել որպես այդ վիրուսի դեմ պատվաստանյութ։ Որտեղ էին փորձում աֆրիկական, ասենք, 1-2 երկրին։ Այդ երկրին փող էին տալիս, հաշվի առնելով, որ այդ երկրի վակցինայի փող, ուրեմն կիրառման ժամանակ մահեր առնելու 10,000-ավոր։ Այդտեղի վարչակազմներ փողի կեսը գրպանում էր, կեսը տալիս էր պոտենցիալ մահացողների ընտանիքներին։ Այսինքն իրենք ճագար էին, ճագարը փորձարկման համար գումար ստանում։ Հիմա 9 միլիարդ դոլար մենք պիտի տանք որպես ճագար Ամերիկային, որ մեր նկատմամբ մոդուլային ատոմական կառուցում ու մենք էլ դառնանք ճագար։ Չէ, այսինքն ցինիզմը նայ, ասում դու քո մեռնելու համար հələ մեզ պիտի փող տաս։ 9 միլիարդ։ Էդ էլ է Ամերիկան։ Հիմա երբ իմ խոսքը ավարտեմ Քիսինջերի, որը մեծագույն ստրատեգներից մեկն է եղել ԱՄՆ-ի, ասում էր ԱՄՆ-ը վտանգավոր է լինել թշնամի, մահացու բարեկամ։ Այսինքն ԱՄՆ-ի հետ բարեկամությունը մահացու է ցանկացած պետության համար։ Հիմա այս Թուրքիայի հետ առավել եւս։ Թուրքիան ստեղ գործիք է, ԱՄՆ-ի գործիքն է։ Այն գամփրշունն է, որը չի բավարարվում հաչալով։ Ինքը իրան թարմ արյուն է պետք։ Այդ թարմ արյունը քրդերն էին, թարմ արյունը հայերն էին։ Սիրիայի քրիստոնյաներն էին։ Սիրիայի քրիստոնյաները, բաները, արավիտները, այո։
Հիմա այդ գամփրը ինքը չի կարա սովորական, ինքը խոտակեր չի, գիշատի չէ, ինքը պետք է արյուն, միշտ արյուն, հիմա այդ արյունը պոտենցիալ առումով հիմա Հայաստանն է, դրվում է Հայաստանը, դրվում է, դա համար կրկին անգամ հորդորում եմ ընդդիմությանը կանգնել եկեղեցու կողքին այնպես, ինչպես եկեղեցին կանգնած է ամուր, քաղաքական որոշումով դա նշանակում է, որ Հայաստանում առարկայապես լինելու է դիմադրության ճակատ, լինելու է Սարդարաբադի բանակը։ Դա միայն գիտակցում է առայժմ հայ առաքելական եկեղեցի, այո։ Այդ դիմադրությունը կա, իր զինվորները չընկրկեցին, չնահանջեցին եւ այլն։ Հիմա քաղաքական հերթը քաղաքական ուժերին է։ Հուսանք, այսքան բացատրում ենք, ասում ենք, հիմնավորում ենք, հուսանք իրենք եւս ճիշտ որոշում կայացնեն։ Շնորհակալություն։